1996 թվականին սպանված ամերիկացի ռեփեր Թուփակ Շակուրի գործը կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Վերջին տարիներին ի հայտ եկած հայտարարությունները և դատական գործընթացները նոր լույս են սփռում հանցագործության հնարավոր պատվիրատուների վրա։ Թուփակ Շակուրը սպանվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում մեքենայի վրա իրականացված կրակոցների հետևանքով։ Տասնամյակներ շարունակ գործը համարվել է չբացահայտված, սակայն վերջին զարգացումները փոխել են իրավիճակը։ Հանցագործության ենթադրյալ մասնակից Քիֆի Դեան իսկական անունը Դուեյն Դեյվիս, որը նախկինում եղել է թմրավաճառ, ինչպես նաև հայտնի կարտելների առաջնորդներից մեկը, տարիներ շարունակ հրապարակային հայտարարություններ է արել սպանության մասին։ Նրա խոսքով Թուփակ Շակուրի սպանության համար սահմանված էր $1 միլիոն ավել պարգևավճար, իսկ պատվիրատուն եղել է ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմսը, առավել հայտնի որպես PDD։ Քիֆի Դին պնդում էր, որ ինքը ներգրաված է եղել սպանության կազմակերպման մեջ և տրամադրել է զենքը։ Նրա խոսքով կրակոցները իրականացրել է իր զարմիկը, այն ժամանակ 22-ամյա Օրլանդո Անդերսոնը։ Ըստ քննության նյութերի, սպանությանը նախորդել էր միջադեպ Լաս Վեգասի խաղատանը, որտեղ Թուփակ Շակուրը ֆիզիկական հաշվեհարդար էր տեսել Օրլանդո Անդերսոնի հետ։ Տարիներ շարունակ հենց այս միջադեպն էր համարվում սպանության հիմնական դրդապատճառը։ Օրլանդո Անդերսոնը ձերբակալվել էր 1996 թվականին, սակայն հետագայում ազատ արձակվել։ Նա մահացել է 1998 թվականին։ PDD-ի ղեկավարած Bad Boy Records լեյբլը 1990-ականներին հրապարակային և սուր հակամարտության մեջ էր գտնվում Թուփակի հետ։ Մեդիան այս մրցակցությունը անվանել էր արևելյան և արևմտյան ափերի պատերազմ։ Շատերի կարծիքով Թուփակի սպանությունը այդ հակամարտության ամենածայրահեղ դրսևորումներից մեկն էր։ 1995 թվականին Շակուրը հրապարակավ հայտարարել էր, որ իր դեմ Մանհեթենում իրականացված զինված հարձակումը կազմակերպվել էր Շոն Քոմսի և ռեփեր Քրիստոֆեր Ուոլսի մասնակցությամբ։ 2023 թվականի սեպտեմբերին Լաս Վեգասի ոստիկանությունը ձերբակալեց 60-ամյա Քիֆի Դիին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Թուփակ Շակուրի սպանության համար։ Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել էին սպանության հետ կապված նյութեր։ Շոն Քոմսի անունը ներկայումս շրջանառվում է նաև մի շարք քաղաքացիական հայցերում։ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին նա ձերբակալվել է դաշնային իշխանությունների կողմից մի շարք մեղադրանքների, այդ թվում թրաֆիքինգի, բռնության, շորթման և այլ ծանր մեղադրանքներով։ Ըստ The New York Post-ի հրապարակումների, դատական գործընթացների շրջանակում կան պնդումներ, թե PDD-ն մասնավոր զրույցներում ակնարկներ է արել Թուփակի սպանության իր հնարավոր մասնակցության մասին։ Մասնավորապես հայցվոր Սթիվ Օթիսը հայտարարում է, որ 2012 թվականին Քոմսը թմրանյութ է տվել և բռնություն գործադրել իր նկատմամբ, իսկ հետագայում սպառնացել, նշելով. «Եթե ես կարողացել եմ սպանել Թուփակին, պատկերացրու, ինչ կարող է պատահել քեզ հետ»։ Թուփակ Շակուրի սպանության գործը շարունակում է մնալ ամերիկյան երաժշտական պատմության ամենախորհրդավոր և ծանր հանցագործություններից մեկը։ Թե արդյոք դատարանը կհաստատի Քիֆի Դիի պնդումները և PDD-ի հնարավոր ներգրավվածությունը, դեռևս բաց հարց է։ Քննությունը շարունակվում է, իսկ մենք շարունակում ենք հետևել գործընթացին։